Ռուսաստանը չկարողացավ կարողապահել, Ռուսաստանը չկարողացավ պահել Արցախը, դա չի նշանակում, որ այսօր երբ Ռուսաստանը համաձայնվեց, որ Արցախը տալիս է եւ Շոյգուն ասեց, որ փայլուն օպերացիա է կազմակերպել անցկացրել Արցախում, ուղղակի օպերացիայի հետևանքները եւ զարգացումը այնպես չի եղել, ոնց ուզում է Ռուսաստանը։ Բայց Արցախում Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի շահերը համընկել են եւ մենք պարտվել ենք։ Եվ այսօր ոչ մի բան չի փոխվել, ուղղակի Ռուսաստանը կորցրել է լծակներից մեկը Ադրբեջանի վրա։ Բայց Ադրբեջանի դիրքորոշումը, Ադրբեջանի հետ հարաբերությունները, Ադրբեջանով գնող գազը դեպի Եվրոպա եւ այլ, որ այսօր Ռուսաստանի համար խիստ կարեւոր է, դա չի փոխվել եւ չի փոխվելու։ Դրա համար Հայաստանը դա պիտի հաշվի առնի, երբ իր քաղաքականությունը վարում է Ադրբեջանի հետ, Ռուսաստանի հետ, Թուրքիայի հետ։ Կասեք, Եգիպտոսի գագաթաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի լիդերների մասնակցությունը Վաշինգտոնին էր պետք, թե իրենց, Երևանին եւ բան։ Համընկել են շահերը։ Երբ մեզ էր պետք, որ մի անգամ Հայաստանը նորից Թրամփի կողմին կանգնացնի, որ Թրամփի խոսքերը նորից ասի, որ Հայաստանի նայում է, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում իր նվաճումն է, դա մեծ ձեռք է տալիս, որովհետեւ մինչեւ Թրամփը նախագահ է, ես հույս ունեմ, հույսի մասին եմ խոսում, որ Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան չեն անցնելու լայնածավալ ռազմական գործողությունների, որտեղ խաղաղությունը Թրամփն է բերել, չեն համարձակելու Թրամփի դեմ դուրս գալ։ Դրա համար մենք մի քիչ ժամանակ ունենք եւ չկա կրակոց, չկա լայնածավալ ռազմական գործողություն, բայց հիբրիդային պատերազմը շարունակվում է։